մոտ։ Ես ունեմ քո փոխված օրերը իմ մոտ։ Ու դու օրհնվելու ես, ու դու ուրախանալու ես ու ծիծաղալու ես։ Ստե ոմանց ասում են, որ շուտով Տերը քո կյանքի օրերը փոխելու է։ Չի մնալու մի գծի վրա, չի մնալու մի ապաղաղ գույն։ Տերը գույներ է ատալու։ Օրհնելու է Տերը, զորացնելու է։ Հալելույա։ Փառք ես Հիսուս։ Հալելույա։ Եկեք Աստծուն ծափարենք։ Հալելույա, հալելույա։ Օ, հալելույա, հալելույա։ Փառք ես Տեր։ Օրհնում ենք քեզ, օրհնում ենք քո սուրբ անունը։ Ու ասում ենք շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այստեղ ես։ Հալելույա։ Փառք Աստծուն, օրհնում ենք Հովհաննես ջան, շնորհակալություն այսօր հրավերքի համար։ Մեր եղբորը ողջույններ եւ օրքին Տեր օրհնի ձեզ, համեցեք տեղավորվեք, շատ հզոր էր փառաբանությունը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ես օրհնված եմ, օրհնում ենք Արարատ քաղաքը, վերջում էլի շատ կաղոթենք Արարատ քաղաքի համար։ Եթե դու ողնաշարի հետ կապված խնդիրներ ունենաս, իմացե այսօր դզելու ենք։ Այսօր, եթե ողնաշարի խնդիրներ ունես, այսօր այդ դիսկերի խախտումները ես հավատում եմ, եթե դու չհավատես, դզելու ենք։ Ես բժիշկ չեմ, ես բանը հոգևոր բժիշկ եմ, ֆիզիկական բժիշկ չեմ, Աստծու կողմից ուղարկված։ Օրհնում ենք, որ միջև են ձեր գրադարանով, միջև են ծաղաթորներ դրվի ու տեղ չլինի։ Տեր օրհնի ձեզ, այսօրվա ես խոսք եմ պատրաստել ձեզ համար, բայց իմ մոտ սենց է, կարող խոսքի կեսից թեքվեմ մեկի վրա մի բան խոսամ, կարող շեղվեմ, բայց շեղվել վատ իմաստով, չէ՞ էլի։ Ոչ թե խոսքից շեղվեմ, այլ կարող մի բան ասեմ, այսօր, բայց եթե չասեմ նորմալ է, հանգիստ է։ Սաղմոս 64, բայց վերնագրել եմ այսպես, խոնարհությունը օրհնված ճանապարհ է։ Խոնարհությունը համեմատել եմ ճանապարհի հետ, ընդհանրապես տեսել եք, որ քարուքան ճանապարհներ կա, ավտոները ինչքան դժվար են երթևեկում։ Օրինակ ես Շեբենի ճամփեն մտած թե մի 50 մետր, ճամփով արագ չես կարող գնաս, ոչ էլ կուզես էլի մտնես։ Պետք է աղոթեք սարքվի շուտ, բայց որ սկսել ենք սարքվի։ Գիտեք, խոնարհությունը նույնպես հաճելի ճանապարհ է Աստծո հոգու համար, Աստծո հրաշքների համար։ Խոնարհություն գիտեք ինչ է նշանակում, կատարյալ կախված լինել Աստծուց։ Հպարտություն նշանակում է անկախ Աստծուց։ Ինձ հետաքրքիր չի ինչա գրի Աստվածաշունչը։ Ես իմ ձևն ունեմ ախպեր։ Բայց խոնարհությունը կատարյալ կախվածություն է Աստծո խոսքից։ Ամեն։ Իսկ դա շատ լավ ճանապարհ է։ Գիտեք ինչքան լավն է ճանապարհը, այնքան ավտոմեքենաները հաճելի սլանում են։ Օրինակ կա չէ արագաթաց ճանապարհներ։ Ներ դրանք հասնենք։ Սաղմոս 68 4-րդ խոսք։ Երգեցեք Աստծուն սաղմոս, ասեցեք նրա անվանը, ճանապարհ պատրաստեք անապատի միջով, հեծած եկողին, Եհա է նրա անունը եւ ցնցանք նրա առաջին։ Ճանապարհ պատրաստենք։ Ղուկաս ավետարան, մի քիչ կարդանք, Աստվածաշունչը սիրում ես Աստվածաշունչ լսել, կարդալ։ Ղուկաս ավետարան 3:5-ում այսպես է գրած։ Ամեն ձոր լցվի, ամեն սար ու բլուր խոնարհվի, դժվարը հեշտ լինի եւ խորթուբորտը հարթ ճանապարհ լինի։ Հալելույա, ամեն ձոր լցվի, ամեն սար ու բլուր խոնարհվի, դժվարը հեշտ լինի, խորթուբորտը հարթ ճանապարհ։ Գիտեք էսի որտեղ իմաստը, մեր սրտի մեջ է խոսում։ Իհարկե, ես փոխաբերական իմաստով խոսում ամեն սար, մեզ չի որ իվա եկենք սարերը իջեցնենք Հայաստանի կամ ձորերը լցնենք, մեր սրտի մեջ ամեն ձոր լցվի, ամեն սար ու բլուր խոնարհվի, դժվարը հեշտ լինի, խորթուբորտը հարթ ճանապարհ լինի։ Հալելույա։ Ու դա այստեղ գիտեք ինչ ասում ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Աստորեն կախված է, եթե Աստծո ժողովուրդը իր սրտում սարերը իջացնի, հպարտությունը իջացնի, ձորերը, որը նման է լքվածության, ես արժանի չեմ, તો մենք մեղավոր ենք, մենք մարդ չենք, ման դա ձորն է։ Սարերը գալիս է ձորերը դզում է, դժվարը հեշտ է դառնում։ Ես բարդացնում կյանք ասում Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Այդ ժամանակ հարթ ճանապարհ է լինում, որ Տերը հոսի։ Եվ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Հալելույա։ Այս երկրորդ շարքում նստած դուք ամուսիններ եք, հա, Տերը օրհնի ձեզ, օրհնում ենք։ Ձեզ համար լավ բաներ արժևում է։ Եղավ, այնց որ
Չվախենանք, լավ բաներ կա արջևում։ Որ լավ ասում չեմ ասում միլիոնադեր ես դառնալու։ Լավ ասելով ավելի ամբողջական Աստված ձեր հետ գործ ունի։ Ամեն։ Այսօր պին բռնեք իրար օգնեք, ով ինչով կարա իրար օգնի, բարձրացրեք իրար։ Հալելույա։ Փառքի արքա մենք շնորհակալ ենք։ Օգնի որ մեր սրտերում սարերը դաշ դառնա։ Գիտեք ընդհանրապես ջրերը որտեղ են գնում փոստեղերի վրա, գետերը գնում են փոսերի մեջ։ Խոնար տեղերում սարերի վրա կողքով շրջանցում անցնում են։ Գիտեք շատ անգամ մենք ինչ-որ տաղանդ ունենք, ինչ-որ փորձառություն ունենք, շատ բան գիտենք, մեզ թվում է, բայց ում ապետու գիտես որ Աստված չի հոսում քեզանով։ Մի օր մի հատ ուժեղ գրականության մասնագետ էր եկել մեր եկեղեցի, այն որ ասում է ես քան տարվա մանկավարժ եմ, դες մի կինո կա, չէ՞։ Ասես գիտեք ինչ ձեր առաջնորդը բառեր կար ճիշտ չընթերցեց։ Բարեր կատարասի շատ լավ, մերսի կփոխանցեմ անպայման մեր առաջնորդին։ Հետո մյուս անգամ եկավ ուրիշ ձև ուզում քննասի քուրիկ ջան մի բան ասեմ, ինչ լավ է որ դուք տառերն ու բարերը լավ գիտեք։ Բայց կարևորը որ ձեր սրտով Աստված հոսի։ Պարտադիր չի որ տառերն ու բարերը սա ճիշտ լինի, պարտադիր է որ սրտիդ մեջ Աստված ազատություն ունենա։ Եթե եկել ես տեսնես ճիշտ ես գալի, ճիշտ չես գալի, դες Հիսուս այստեղ է։ Մենք գիտեք շատ անգամ մեր ամեն մեկս մեր կրոնական ծայրահեղություններ ունենք, բայց սենց է բառը ճիշտ էր, այս անթացքը սենց էր, հակուկապը սենց էր, լսեք Աստված նայում է սրտին։ Կարաս ամենալավ հակուկապ ունենաս, բայց ոչ մեկ քեզ չլսի։ Հովհաննես Մկրտիչ այդքան լավ հակուկապ չուներ։ Ոչ էլ լավ կերակուրի մենյու ուներ, մոլեկուլար ուտելիքներ չեր ուտում։ Վայրի մեղր էր ուտում, չգիտեմ, մարախ էր ուտում։ Բայց դեք ինչ որ գոռում էր իժերի ծնունդներ, բոլորը խոնարհվում էին։ Հիմա եթե գորած իժերի ծնունդներ քարերով կքարկոծեն, կսպանեն։ Բայց Հովհաննեսին չէին կարող քարկոծեն, որտեղ զորություն կար իր վրա։ Այսօր այնքան կարևոր է, որ մենք արտաքին տեսքին վրա չկենտրոնանանք, այլ հոգու, որ այս եկեղեցու վրա է։ Օրհնում եք այս եկեղեցին։ Այս եկեղեցին ճեղքող եկեղեցի է։ Հալելույա, մեր Աստված զորավոր է։ Եբրայեցի 12-րդ գլուխ։ Հարկ Տիրոջը, շատ լավն է մեր Աստված։ 12-13 Ձեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք խաղաղության ամենի եւ սրբությանը, որ առանց նրա ոչ ոք չի կարող Տիրոջը տեսնել։ Նայեք 13 խոսքը ձեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինեցեք, որ կաղը չգլորվի։ Գիտեք, Աստված ասում է, միգուցե դու կաղ չես, բայց դու քո կառուցած ճանապարհը պիտի ուղղես հարթես, որ քո հետ չփոխ կաղը չգլորվի։ Լսում եք ինչ եմ ասում, որ մեկ այդ կաղ անպայման չի ոտից կաղը լինի կամ ձեռքից, այլ կարող հոգևոր կաղը լինի, գա քո հետ շփվելու, ոչ թե փախնի եկեղեցուց, այլ ասի, «Էս ինչ լավ անձնավորություն է, ես քո հետ եմ ուզում շփվեմ, որտեղ քո մեջ հարթ բան կա»։ Հալելույա, կա որ մարդիկ ասում են, ինչ պարզ մարդ է, ինձ հաճելի է քո հետ շփվելը։ Գիտեք, այսօր պարզությունը դեռ դիֆիցիտ բան է, բոլորը եկեք դիպլոմատիկ են խոսում, դիպլոմատիա են օգտագործում։ Հատու գիտեք տեսել եք դիպլոմատիան ինչ է նշանակում, օրինակ Հայաստանի ու մեկ էլ Թուրքիայի արտգործնախարարները ենթադրենք հանդիպում են, շփվում են։ Բարերը տարերը точно ճիշտ են օգտագործում, բայց գիտեք մեկը մյուսին չեն ուզում տենան вообще։ Չեն ուզում ապրելը տենան իրաց։ Բայց դիպլոմատիկ հարաբերություններից է ճշտամի երկրներ օրինակ վերցնենք ուրիշ կռվող երկրների հետ մասին ժողովուրդ Աստված չի կանչել դիպլոմատիայի, կանչել է խոնարհության, կանչել է անպարզ լինել։ Առավել եւս Աստծո չես կարա արհեստական լինես, Աստված սրտեր քննող է։ Ում հետ ոնց չգիտեմ, բայց Աստծո հետ բան կեղծ եղի։ Աստծո հետ պարզ եղի։ Մի օր մեկ աղոթում ասում Տեր, ես ինչ դժվար է քո հետ։ Ու գիտեք Աստված ինչա պատասխանում, իմ հետ դժվար է, բայց առանց ինձ անհնար է։ Իհարկե միգուցե դժվար է, մարմնին հաճելի չի, միգուցե դժվար ասում ես, բայց Աստված ասում է, բայց առանց ինձ անհնար է։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Սիրելիներս, այսօր շատերիս կյանքում կա դժվարություն, բայց Աստծո համար ամեն բան լուծվող է։ Կարևոր է Աստծուն նվիրումը չատացրու։ Ամեն։ Ես շատերը մտածում են, գամ եկեղեցի տենաս ինչ կլինի։ Եկեղեցում չգիտեմ ինչ կլինի, բայց որ Հիսուսին նվիրես ամբողջ կյանքդ, լիքը լավ բաներ կլինի։ Հալելույա։ Գուրիկ ջան, քոնը ոնց է։ Լիաննա, որ նվիրումը չատացնես, քո կյանքում այնքան ցնծության օրեր ես ունենալու։ Ուրախությունը չատանալու է։ Բժշկությունները ֆիզիկական, հոգևոր, սա երևալու է։ Նայած որ նվիրումը չատացրա Աստծուն։ Ամեն։ Լիաննա դու շատ կժպտաս, եթե նվիրումը չատանա։ Քեզ կորցրա Աստծո մեջ։ Նվիրի, հենց այս եկեղեցում։ Հալելույա։ Ընդհանրապես ասեմ ժողովուրդ, տուրիստները շատ բաներից չեն օգտվում, բնակիչներն են օգտվում։ Հյուրերը այդքան չեն օրհնվում, բայց բնակիչները օրհնվում են։ Հալելույա։
Գիտեք շուտով Երևանում կոնֆերանս Ամերիկայից, եսի որտեղից գալու է տարբեր տեղերից։ Գալու են օրտնվել տան։ Ասեն, «Wow, so անգլերեն բառեր են օգտագործելու»։ God bless you, how ho, fine, once is good, this բաներ են ասելու։ Բայց դեք ինչ մենք տանջվելու ենք, իրանց ուզած օրդնենք, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, տանտերերը ամերիկացի չեն։ Մենք ենք այդ տանտերերը, տանտերերը ասելով չեմ ասում տերը ես եմ, տան բնակիչները, որ ժառանգելու են կտեղի ամեն ինչը։ Կարան կան օրտնվել, ես էլ այսօր եկել եմ ձեզանից ձեր կոֆեից համը տեսա լավն էր, շատ լավ ժպտում եք, բոլորը սպասողակ, գիտեք հոգում եք ինչ կան, սպասողականություն, ոնց որ մի բան քաշեն, բայց չգիտեմ ինչ են քաշելու։ Այդպես բան կա, հալելույա, պարտիրոջը։ Հալելույա, դες երբ որ նվիրումը չհատացնես, գիտես ինչ, քո ոտերի համար ճանապարհ շինես, կաղը որ չգլորվի, քո այդ հանդիպումից հետո օրհնվի։ Գիտեք մի անգամ մի քույրիկ ինձ մոտեցավ, ասեց աղջիկս ուզում է ինքնան սպանել լինի։ Գաս աղոթեն, գնացինք պարզվա մեր եկեղեցու անդամ ա եղել աղջիկին։ Ասում եմ, իսկ ինչ է եղել, ասում եմ, դե ամուսնուց հետ ուզում ենք բաժանվենք, ես էլ չեմ ուզում ապրել, վերջ խոսացի, որ այդ քայլին չի գնա, բայց պարզվա մեր եկեղեցու անդամ ա եղել, հետո վիրավորվել է ինչ-որ մի բանից, գնացել է ինադու Աստծո անհավատի հետ ամուսնացնել, ոնց որ Աստծուն պատժի, բայց չգիտի իրան է պատժելու։ Հետո այդ անհավատը սրա տանջել, բան, հետ ասում արեղոթենք այդ ամուսինը տապաշխարի հանդիպենք, ասես ինքը երբեք չի ապաշխարի, ասին չի, ասում այնքան թույն եմ լցրել եկեղեցու մասին ամուսնուց մեջ, որ ինքը եկեղեցի լսելուց իմ թույնազներն է հիշում։ Ոտքես մի սարսափելի որն է։ Ինքը վիրավորվել է, գիտեք էդի այն ճանապարհն է, որ սաղ սարու ձորա մարդիկ գլորվելու են կորը չեն։ Աստված ասում է սրտումը հարց ճանապարհ արա, որ կաղը չգլորվի քո ճփվելուց։ Գիտեք բոլորը ուզում են այդ ընթացքը մեր արագ ընթաց Աստվածը սլանա։ Եթե ասեն չեբենոտ ճամփա եղավ, չի կար արագ ընթաց սլանա։ Եթե սարու ձոր եղավ, չի կարա, բայց որ հարց ճանապարհ եղավ, մեր սրտում Աստված սլանա։ Մեկի սարու ձորը կրոնականությունն է։ Մեկի սարու ձորը իր հպարտությունն է, իր տաղանդն է։ Մեկը գիտես ում տղեն է եղել, մեկը չգիտեմ ով է եղել, բայց Երանի քեզ, որ ասես Տեր, ես Աստծո զավակ եմ, ես չգիտեմ ով ինչ, անցյալը չգիտեմ, բայց Աստված ներկա ունի իմ համար, ու ապագա։ Ձերից մի բան ասում, ստե մարդիկ կան անցյալով շատ են ոգևորված ու անցյալի բաներն են խոսում։ Մոռացի անցյալը։ Աստծուն նվիրվի։ Մոռացի անցյալում ով ես եղել։ Ասես Աստծո զավակ եմ։ Հալելույա։ Անցյալում ով ես եղել, ինչ ես եղել, մոռացի անցյալը մնաց անցյալում։ Գիտեք որ 5 կտակարանը ավարտվում է, Աստվածաշունչում նոր կտակարանը մի հատ ընդհանրապես մի հատ սպիտակ թուղթ լինում է, մաքուր։ Հիմիկվա Աստվածաշունչը չգիտեմ, հինի մեջ 3 հատ կար դաժե, գերաս մահվան էջ, ես իմ ամուսնու, այնքան մահվան էջը շատ էր տված, 3 հատ է, իսկ նով դի մեռնի դիջե տված։ Ջղային այդ մահվան գիծը ջնջել էի մահվանի վրա։ Էլ էի ամուսնություններն էի շատացրել կամ ընտանիքը մեծանալը։ Գիտեք Աստված ուզում է հինը ջնջի, մաքուր էջով սկսի նորը։ Եթե թույլ տաս նոր բաներ կգրվի քո կյանքի էջի վրա։ Ամեն։ Թույլ մի տուր անցյալի կարծրատիպերը, թույլ տուր Աստծուն, որ Աստված գրի։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտեք Հովսեփ եղբոր մասին խոսանք մի քիչ Հովսեփին ամեն տեղ ոնց որ թարսություն ուներ, ամեն տեղ դավաճանում են, ամեն տեղ գցում են փոսը, բանտը, ամեն ինչ գլխին սարքվում է մի ուրիշ խոսքերով։ Բայց գիտեք Աստված ծրագիր ուներ Հովսեփին պատրաստում էր ազգեր կերակրելու։ Գիտեք ազգեր կերակրելու համար փուչու ճանապարհը կամ քանդված ճանապարհով ազգերին կերակրու չես կարաբերես։ Որտի լավ մեծ մայրուղի լինի սրտիդ մեջ, որպեսզի բոլորին ներես, բոլորին կերակրես, բոլորին պատրաստես։ Դրա համար երբ որ գործը սկսում Աստված քանդել, օրինակ գիտեք ճանապարհներ կա քանդում են ու չեն սարքում։ Ասում ինչի՞ չես սարքում։ Որ դատական գործ գա, այս տանտերը չի ասում, այս իմ ճամփեն է։ Գիտեք Բանգլադեշում 4-րդ գյուղում, որպեսզի մայրուղի սարքել, եկել այդքան տեղ կիսատ են թողել, մտնում է Բանգլադեշ պրոբկա է պաստանի։ Ասում ես քիչ են սարքում, ասում մի հատ տանտեր կա, եթե սեփականություն է, իրան պետք է վճարեն, իր ուզած գինը չեն տալի ու դատական process է։ Գիտեք մեր սրտում սատանայի դատական դատախազը, որը չարն է, ասում ես իրան գիտեմ ինքը մեղավորն է, նա դրան չես կարա, ու Աստված բարեխոսում է քո համար։ Քո կյանքի ճանապարհն է կառուցում, քո վրայի բամբասանքներն է մաքրում, սխալ դավանանքները ու ճանապարհը հարթում։ Միգուցե ջրուղի կոյուղիներ կա, փոխում է ճանապարհը, Աստված պետք չի մեզ համեմատվել սրա հետ, նրա հետ։ Գիտեք մարդիկ կան, նրանց ճանապարհը գիտեք ոնց է։ Ինքան որ շեբենել լցի ասֆալտ են արել։ Բայց այդտեղից մեծ մեքենաներ չեն անցնելու ու մեծ մայրուղի չի լինելու։ Աստված ամեն կետ յուրատու կա ծրագրը։ Այսօր խոնարհությունն ու ճանապարհը համատել եմ իրար հետ։ Հալելույա։ Ու սիրելիս, ես քեզ ասեմ, երբ որ թույլ տաս այդ process-ի մեջ գոհանաս Աստված կառուցում է, ու դու մի օր երջանիկ կլինես, մի օր կորտնված կլինես, որ քո վրայից քո հետ լավ մարդիկ բոլորը շփվում են, հարաբերվում են։ Փառք Հիսուսին։
Այսօր եկել է ժամանակ, գիտեք ժողովուրդ, ոչ թե անկեղծ կեղծավորություն այնքան է բարձրացել։ Գիտեք շատերը ապաշխարելը չգիտեն որն է, օրինակ սխալվում ես։ Ներողություն եմ խնդրում, բայց դուք մեջ ինչ են ասում։ Հա, ներողություն կարամ խնդրեմ, ձևը գիտեմ, բայց չեմ փոխվելու։ Իսկ ճշմարիտ ապաշխարությունը գիտեք որն է։ Երբ որ այդ լենտը հետ են տալի, որ դու ինչ որ մեկին ցավացրել ես, ասում ես, եթե լենտը հետ տան, ես էլ չեմ անի դա, ես ներողություն եմ խնդրում։ Պետք օգնի որ հաջորդ անգամ այդտենց դրվագի հանդիպեմ, ես էլ տենց չեմ վարվելու։ Երիկա մենք կեղծ ապաշխարենք, նորից կրկնենք կեղծ։ Գիտեք, կա չէ տունը, ձևը կամ էլ մի քիչ հին հավատացյալ ավելի լավ ձևերը գիտի։ Ժողովուրդ Աստված սիրում է անկեղծությունը։ Աստված սիրում է որ քո նստած մեկը քո այդ խնդիր ունի, ոչ թե արեստա ասես իր վերջը եւ հավատալու, գնաս գրկես իրան օրտնես, որպեսզի ճանապարհը հարթվի, կառուցվի։ Գիտեք, դու շատ անգամ չես իմանում ում միջոցով Աստված կարա քեզ օրհնի, բայց շատերի հետ դու փակում ես հարաբերությունդ, բայց չես էլ մտածում որ Աստված կարա իրան ճանապարհ օգտագործի։ Խոնարհությունն ու այդ հարթ ճանապարհը շնորհք ստանալու միջոց է։ Շնորհքը դա կարողություն Աստծուց։ Բոլորը ուզում են, չէ՞, կարողություն ավելանա, շատանա, դրա համար թույլ սրտիդ մեջ այդ ճանապարհը որ Աստված սկսել է հանգիստ կառուցի։ Մի քիչ փոշոտ աշխատանքներ ա լինում, հատկապես սկզբից զորանում է։ Մի քիչ շինարական գործերը կանում ես մեծ բուլդոզերներն եկել են ու քանդում են, արա ասում ես, այսին կյանքից ինչ են ուզում։ Ընդ դադի են կանչում են ժառանգության բաժին ա ուզում, այն աղբերս էլի հելավ իմ դեմ են քուրս, լսի, ինչ շինարական գործ է, քանդում են որ նորից սարքեն են։ Մի վաղ հույսը դրել է իր աղբորդ վրա, որը ժառանգության վրա եկան քանդոցը սկսավ։ Որը սպասում չի համար։ Ով մոտիկից սպասում է, իսա դարան հակառակ։ Քանդում են կյանքս։ Լսի այսպես թույլ է տվել, որտեղ շինարական գործ է սկսում։ Եթե Օվսեփը մնար հոր մոտ, սիրու շորեր հակներ, պապան շատ սիրեր, դժվար է դառնալ այդ թակավորի կողքի մարդ։ Դրա համար ճանապարհ կար, որ պետք է անցներ զորերով, սարերով հարթվեր, մյուսը որպեսի հասներ վարչապետի պաշտոնին, որպեսի հասներ թակավորի մոտ։ Հալելույա։ Նենց որ երբ որ քո կյանքում բաներ անհասկանալի լինում, իմացի մեկը կա ապագան գիրի։ Մեկը կա, որ իրան պետք է մոտենաս։ Մեկը կա, որ ինքը ամեն ինչ, ասում գալիք ինձանից հարցրեք։ Ոչ թե շփոթվեք, ոչ թե վախեցեք, ոչ թե փախեք։ Ուր փախնենք։ Տեր ես ավելի քեզ կմոտենամ։ Տեր ես ավելի կուզեմ քեզ ճանաչեմ։ Ես Տեր կուզենամ դու գալիքը խոսաս։ Ինչի՞ այս process-ները կատարվում։ Հալելույա։ Օրինակ գիտեք մի հատ բան ասեմ ձեզ։ Շինարարության մեջ մենք կենթանի Աստվածաշունչը ասում է մենք կենթանի քարերի շինարարություն ենք։ Կա ֆիզիկական քարեր, որ սարը կտրել բերել են շենք են սարքել։ Բայց մեր շինությունը կենթանի քարեր է։ Աստվածաշունչը ասում է եկեղեցին կենթանի քար, եք ինչի անման։ Պատկերացրա ես ու ինչ որ մեր եղբոր հետ շարվել եմ։ Ուսես այդ քարերը լողալու հատկություն ունեն։ Բայց քար են, որտեղ կենթանի քարեր են, մեռած քարեր չեն։ Բայց մեկ Աստված նախընտրում է ֆասադային քարերի վրա քանդակագործություն անի։ Դուք գիտեք եկեղեցիներ կա, ես գնացել եմ, նայում ես առաջին մասը ծաղիկներ ա նկարած, Հիսուսը նույնն է, երբ այսօր հեշտ տեսել եք այս բաները, որ քանդակագործել են։ Բայց դուք գիտեք որ Աստված ոմանց պետք է դնում։ Այն ոմանք տաշտս կտրված սիրուն լվացված կանգնած են։ Ֆոնի տեսքա, բայց ոմանց Աստված մեկ էլ արեստավորին ուղարկում է, կներեք այդ բառը հայերեն չգիտեմ, զուբիլն ու մուրճը, հա, մեջ հագուչ ասեի։ Եկալում գալիս են ու գնում են քարի ջանին։ Այս քարը ոչ մի մեղ չի գործի, մեկ է ցավերի մեջ։ Ես ինչ են անում։ Տեր, քանդակագործություն են անում։ Ես մի անգամ մի հատ արեստավորի հարցրեցի, ասի. Տեր Աստված, այս արեստավորը տեսա, միտեղ շինարարություն է անում, ես մի հատ շինարարական բրիգադ ունեի։ Տեսա արեստավորը ընկելա զուբիլ չոքժով ճխճխ խփում է։ Տուֆի վրա, ասի եղբայր, բայց որ խփում ես տուֆը չի կոտրվի, ասեց թե հատուկ հաստ քարեր են նախընտրել։ Բարակի որ խփեմ կկոտրվի։ Բարակներ են 3 սանտիմանոսները դրել ենք աբլիցովկա, բայց դե կտրել ենք 6-7 սանտիմ, որտեղ պետք է քանդակագործություն անվի։ Ես տենում եմ մարգարեական, ոմանց կյանքում շատ անգամ ցավեր ապրում անհասկանալի, որտեղ քանդակագործություն է սկսած Աստված։ Այսի մարգարեական վերցրեք։ Ինչի համար քանդակագործություն է այդում։ Քով քեզ նայող պետք է հասկանա Հիսուսը նույնն է, երեք այսօր եւ ավիցյան։ Ոնց որ քեզա բժշկե, ոնց որ հովի կյանքն օրտնե, նույնը քո ուզում անի։ Իրաց մեր հայրերի վաղճանին նայենք, ոնց որ Աստված արել է, իր կյանքում օրհնել է, նույնը քեզ կօրհնի։ Հալելույա։ Եվ ողջան, քանդակագործության process-ներ ա եղել քո կյանքում։ Էլի շարունակվում է։ Հենց որ բայց Աստված ուժ ա տվել։ Գիտեք շատ անգամ ասեմ, քանդակագործված քարերին ավելի շատ են նայում եկեղեցին, այստեղ ֆոներին։
Կան չի հատուկ ֆենված, ֆուտբոլան գալիս են, բայց ֆոնա։ Բայց մեկը ջախջախված եկել անգելա պոլին, լացում աչքի վերջին չալնելու, բայց դա ժամանակի խնդիր։ Հետո որ քանդակագործը պրծնում է լվում ու շաթխտում է։ Այդ շաթխտությունը ռոռոցը գալու է, մեկ էլ վախ, ինչի համար, այսօր փողային հարց է բալուծվելու էս։ Ეხի նրանք իմ դեմ դուս եկան, էս կա խոսում։ Նորմալ է։ Բայց գրվի կոբրա, իբան։ Ու երբ որ գրվում է, գրվելուց հետո մարդիկ որ գալիս են այդ գրվածքին, այնքան հետաքրքիր է կարդան, ինչա քո կյանքը այդ կարդալն է դառնում։ Դառնում ես նամակ, բաց նամակ ես այս աշխարհի համար, Աստված քո վրա գործ արել։ Փառք Հիսուսին։ Մեկ-մեկ ասում, դե Աստված ուրիշ մեկը չկար դրել ինձ պետք է դրել այդ քանդակագործության տեղի։ Դեսեք ավելի համաձայնենք Աստված ինչ որ ընդունել է։ Չհամաձայնվես ինչքան է փախնես, մեկը բտտվելու ես գազս, դերասես, քո կամքը լինի։ Ես կլինի իմ քո կամքը եղբոր վրա, նիմետ չլինի էլի։ Այնց եւ ինձ մի քիչ մի հատ երկար երկում էինք ժամանակ վեր բարձրացրու ինձ ժայռի վրա ու ինձ անցկացրա փոթորկի միջով։ Լսել եք դες երկար։ Ես այդ երբ որ երկում եմ ինձ ասում են ինձ կողով անցկացրա փոթորկի տեր։ Ես միջով չեմ ուզում օգնանք այդ մեջերից։ Մի օր միտեղ երկում էինք վեր բարձրացրու ինձ անցկացրա փոթորկի միջով, ասի կողքով, ասում կողքով չի բառը, ես խալ եք ասում։ Միջով ասի դու մեջով անց, ես կողով եմ անցնել։ Օգնել եք այդ մեջերով անցնելուց։ Բայց ժողովուրդ ասեմ զորավոր Աստծո այդ քայլերը։ Այդ փոթորկի միջով այն կրծողները չեն դիմանում, այդ փոթորկի միջով։ Այն թուլացած տրակարացածները չեն անցնում, բայց երբ որ դու հոգու մեջ ես քայլում, չես տրամաբանում, չես ֆիզիկականով մտածում, Աստված զորություն է տալու, դու անցնում ես, ասում ես ոնց անցա չգիտեմ, բայց անցա, մի բան կար անցա։ Ես այդ հովին նայում եմ, մտածում տաբել, այս հովի ընտանիքը ոնց անցնում։ Ես իր տեղը լացում եմ, չեմ կարող անցնել, բայց գիտես Աստված անցկացրել է ու իմ բարձրացնում է։ Ինքը շատ զոհեր արես, գիտեմ Մարիոտում լավ աշխատանք ուներ, եկավ ժամանակ, երևի դու գիտես, չգիտեմ, եկավ Երևանում ծառայող դարձավ, թողեց այնտեղ, հետո գնաց Վանաձոր զոհերով, նվիրատվություններով կյանք նվիրեց։ Այնտեղ հիմա եկեղեցին բարձրանում է, բայց այնտեղ իր լուման կա։ Ես որտեղ էլ կայնանք, ասում եմ, մարդիկ են եղել այստեղ վարձակալել են շենքեր իրանց հաշվին, որ այսօր միգուցե եկեղեցին օրնված է։ Բայց Աստված տենում է։ Ժողովուրդ, ու շատ անգամ մենք ոչ պետք է համեմատվենք, ոչ պետք է տրտնջանք, այլ ասենք Տեր, շնորհակալ ենք, որ դու փառավոր Աստված ես։ Գիտեք Հովսեփը վերջում այսպիսի խոսքեր ասում, ինչքան է տրտնջած, չկա գրած տրտնջած, բայց բանտում լացած է կլներ, բանտում կասում էր ինչի սա պետք է, այն մարդ ինձ մի հատ ասեք թող հանեն ինձ տեից, մի հատ ընտանիք կազմեմ ապրեմ, ինձ ինչ որ եմ ընկել, գնացեք ասեք սուտ են ասեի մասին։ Դե Աստվածը գիտեր ուսուց, բայց Աստված ավելի փառավորի էր պատրաստում։ Ու գիտեք ինչ արտահայտվում Հովսեփը, ասում է Տերը հատուկ բերեց, որ ես ձեզ կերակրեմ։ Տերը հատուկ է ժամանակներ, հիմա քեզ հատուկ Աստված նախապատրաստում է հատուկ նպատակի համար։ Չփախնես Աստծո ձեռքերից։ Մնա մինչև վերջ Աստծո հետ։ Մի փախնելուն տեղ դուր, ասա Տեր, ես կմնամ քո հետ, հալելույա։ Առակացից 3:6։ Փառք Հիսուսին։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչի նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Ինչը զորա։ Դու քայլում ես, գալիս ես եկեղեցի, միտեղ աշխատում ես, ընտանիքում եկել Աստծո օքին, ասում է, գիտես ինչ ամուսնուց է ցենց եղի։ Ուղում աճանակ, կնոջը թե ցենց վարվի։ Այս աշխատանքի վայրում ցես բաներ մի խոսա։ Ամեն ինչի մեջ Աստված ուղում է, երբ որ դու իր հետ ես, մտերմանում ես։ Եկեղեցում ժպտալով արի, որտեղ քեզ նայում են։ Գիտեք ես իրավունք չունեմ տխուրը գնամ եկեղեցի, գիտեք ինչ կանեն Երևանում։ Ծաղկմոտին ես ինչ ա եղեք ես։ Իրավունք չունես տխուր լինես, իրավունք չունես հիվանդ լինես։ Դու ժպտաս, բոլորը սպասում են որ գնաս։ Հալելույա, բոլորին օրհնես, բայց որ մարդ ես, անգամ ասում ես, լավ չեմ, նայած ո՞չ։ Ավելավա տունը մնամ։ Ձեներս այսօր մենք Քրիստոսին ենք ներկայացնում։ Գիտեք ես ձեզ ասեմ, պաշտոնավոր մեկին ներկայացնելը չի կարող այդ ներկայացնողը ոնց ուզի ներկայանա։ Հատուկ պետք է կեցված ունենա, հարդարված լինի, սափրված լինի, ժպտա, համաձայն եք իմ հետ։ Որտեվ դու պաշտոն ես, դու Աստծո զավակ ես։ Գիտես քեզ հարևանները նայում են։ Մի անգամ գիտեք իմ հետ ինչ ա եղել։ Շինարարական գործերի մեջ եմ, բայց դրանից մի օր առաջ միտեղ հավաքույթ եմ արել, 3 տնային խմբակ ա միացել, բայց դու մի ասա մեկը գրուզավիկի վարորդը դե դրսից լսել է, բայց ես չեմ տեսել իրան։ Գնում եմ միտեղ շինարարության դե գրուզավիկի վարորդը բերել է ինչ-որ բան, դատարկ տեղ։ Մեկ էս մա, բարեցես, ոնց է, ինչ կա, կյանքը ոնց է։
Ձերդ վեճը չի գնա ոնց լսելա։ Ես էլ հոգնած, ջղայնացած եմ այդ աշխատողների ասում եմ էսին։ Չգիտեմ, sense բաներ մեկ էսամ։ Բայց Փարք Հիսուսին չի ախպերես։ Ինձ ասում։ Ոնե ես իրան ասեմ Փարք Հիսուսին ինքն է ինձ ասում, ասում եք իրար ճանաչում եք, գորեք մեր տունը քարոզում էի, ես ոչ ներս չկաս, բդրում։ Հիմա այ մոչ ամաչել եմ, կարմրել եմ։ Ոնե ես իրան ասեմ Փարք Հիսուսին, ինքն է ինձ ասում։ Ասում ասի վերջը հույս կա ախպեր Փարք Հիսուսին, չէ՞։ Ժողովուրդ մեզ հետևում են, մեզ տենայում են, գիտեն։ Ժպտա, դու չես ժպտում քո համար կամ էլ որ շատ լավ ամեն ինչ է։ Ժպտա, որտեվ Հիսուսը թագավորում է։ Ժպտա, որտեվ Հիսուսը հարություն արել քո խնդիրների համար։ Ժպտա, որտեվ Աստված երկու ճանապարհ ունի քո համար։ Ժպտա, որտեվ Սատանան պարտված է քո կյանքում։ Դուք Սատանան սիրում է տխուր հավատացյալների։ Դուք նկատել եք տխուր հավատացյալներին, տխուր մարդուներքան հեշտ է միտք տալը։ Այս կյանքից հոգնած տխուր դեմքով մեկն մտքեր ա գալ։ Աղջի ապրում ես ինչ այս, մերի բրցի։ Բայց որ Հիսուսի խոսք գիտես, ում համար ես ապրում, ուր ես ժառանգելու, ուր ես գնալու։ Ինչի համար տխրեմ։ Ես հավիտենական կյանք ունեմ։ Ուր ես քո ժպիտ ենքան հաճելի Աստծո։ Մի ժպտ այդպես։ Շատ լավ է։ Ժպտացող մարդը վատ մտքեր քիչ է ստանում։ Իմիջիայից ասեմ, երբ որ մտքիդ մեջ սուրբ բաներ պահես, այնքան հոգսերից կազատվես։ Երբ որ մտքիդ մեջ ճիշտ բաներ պահես, վատ բաները տեղ չունի։ Դե շատ անգամ մենք տխուր, մենք են միտեղ մեր ստնքացել է միտքը գալի։ Չէ, դժվար լավանաս։ Հույս չկա։ Լսի, ես չգիտեմ հույս կա թե չկա, բայց մի բան գիտեմ, Հիսուսն է իմ Տերը։ Հավիտյան Հիսուսի հետ ապրելու եմ։ Չեմ կարող հիմա հավիտյան ապրեմ։ Ես հավիտյան առողջ եմ ապրել։ Ես խոստմունք ունեմ Տիրոջից, որ ես նրա զավակն եմ, հավիտենական կյանք ունեմ, ոնց կարամ հիվանդ ապրեմ ամբողջ կամ նեղության մեջ, ժամանակավոր է։ Բայց որ տուն չունեմ, երկնքում տուն կա հանգիստ տեղի։ Մի 30 տարի համբերի, 20-ա, 30-ա, 50-ա, չգիտեմ ում մոտ։ Երկնքում կա մեր տուն կա, գնալու ես էլ ոչ ձեռքից հետ ուզելու ես, ոչ վարձ են ուզելու, ոչ կոմունալի տեսուչն է զանգելու։ Ոչ մի բան, գնալուց ես, արա պրծանք, այ ախպեր, պրծանք էդ վարձերից, պրծանք էդ հիպոթեկից, բանկից, մյուսից, Աստված հավելելույա, փառավորն է պատրաստ է մեր համար։ Տեղ էլ կարա լինի։ Հալելույա։ Իմիջիայից մեծ բան ասեմ, պրոստը ոսից ասեմ, ով ուզում տուն ունենա։ Կեսը ուզում են։ Այդ հարց եմ ուզում տամ, իսկ տուն ցանած կաս։ Բայ քեթո։ Եթե ցանել ես, ուրեմն պատրաստի գնացես։ Մի օր մեկ եկավ ինձ հենց արեց, փուչուր կվարձիրավ ենք ապրում, ասեց, հաճիկ եղբայր, լսել եմ տուն ես, հա ուզում, ասում, իսկ տուն ցանած կաս։ Արասի որուց ցանեմ, այդ փուչուր տունը հազիվ ապրում ենք, էդի ցանել որտե ապրենք։ Սենց արեց, գիտեք ինչ ասեց։ Գախնիկ ասեց, սերմը դո տանսեր մլնի ու ցանի։ Մի ցանի կարտոշկի սերմ տուն սպասի։ Ցանի տանսեր։ Ու ասում պանդեմիան սկսել է, գարնան գլուխա, ու ինձ մեծ գումար են օգնում։ Որասի լավ, մի ամիսից կպայի, մեկ էլ այդ եղբորը ասած չի եթե մտքից տանսեր մա, ցանի։ Արաս լավ քնեմելն է վաղը կմոռանամ այդ տանսերը, մոռնա այդ եղբորը։ Քնա հելա լողացա չանցավ։ Այդ մտքերը չանցավ։ Հասկացա որ ցանեմ, ու տարա ցանեցի, ասի տերեսի տանսերում եմ ցանում, դեգուս դժվար է, թափլայքան դժվար է։ Լսեք, ցանեցի 6 ամիս տո իմ տան հարցը լուծվեց։ Չգիտեմ ոնց Սիրարվան իմ տան վրա 14-րդ հարգի դեպի սիրելու բան չէ, բայց Սիրարվան, այնու կայեմ է տղա մոտ աղջիկա սիրում, ասում արա դրա ինչին ես հավաներա։ Հիմա կապել ասել, չգիտեմ։ Իմ տուն առան, ես գնացի նոր տուն առա։ Մեծ սեփական տուն։ Բայց հիմա լսեք, ուշադիր լսեք։ Սաղմոս 126-ում գրված է, երբ որ տանում ես լացելով թանկարժեք սերմը ցանելու, գալով ուրախությունով խունձեր ես ածելու։ Ինչ մտածել եք, որ դու ես սերմ, մարդու չասես։ Լացելով ցանվում ես, բայց խուրձեր ես ընձելու ուրախությունով։ Հալելույա։ Ամեն։ Ես չգիտեմ հասկացաք ինչի մասն է խոսքը։ Որ չգիտես ոնց, բայց այդպես ես։ Չգիտես ոնց վրեդ հալ չկարես տանես։ Գիտեք որ ուրախությունը որն է։ Որ ոչ թե հարմար այդում եմ դրա համար եմ այդում։ Հարմար չի, բայց տիգնամ։ Ամեն։ Ինձ չեն ուզում տենամ, բայց ասում գնամ։ Ասում չեն ուզում տենամ, ու գնամ։ Ասում եմ որ հոգեոր փոքր էր, ինչ ուզում անում էի, բայց որ մեծացար, կգնաս տեղ, որտեղ չէի ուզում գնայիս։ Հոգեոր ասունություն չափվում է, ոչ թե լեզուների շատ աղոթելով,
Որ պետք է գնաս միտեղ ներողություն խնդրես, բայց չէ իր ուզի թայիր։ Որ պետք է գնաս միտեղ, որ հա բայց պետք է գնաս։ Դեք Տերը տեսնում է։ Տերը տեսնում է, որ միգուցե չերես նիմագուր ես գալի, բայց շատ լավ է դա։ Հանկարժեք սերվ ես ցանվում, հովիվ։ Ցանվում ես, չերես նիմագու, բայց խուր ձերով հնձելու ես, շատ, գիտես, ցորեն չես հնձելու, մարտիկ ես հնձելու։ Հալելույա։ Մարտիրոջը։ Գիտեք շատ անգամ որ ծառայողներին ասես գալի շփտալով կային նայում են, դու չգիտես լացի ձորերը ոնց հանցնում։ Չգիտես չերես նիմագուները ոնց հանցնում, բայց Աստված տեսնում է, ու ես քեզ մի բան ասեմ, եկեք գնահատենք մեկս մյուսին։ Եկեք օրհնություն ու զովություն լինենք մեկս մյուսի համար։ Քո դժվարության մեջ եկել ես, բայց ջեբդ մի հատ կոնֆետ դիր գրպան, դասա մի հատ քուրիկի ուրախացնեմ։ Քո տանեն կարամելից մի հատ վեգալ։ Կամ էլ ժպիտդ բեր։ Ժպտա։ Մեր եկեղեցում հատ լավ հովիվ ունենք, հիմա Ամերիկայում Բագրատ անունը, Հովանես Բեկչյանի հոպարի տղան է։ Իրա որ տեն մեր ուզեչ չէ ժպտում էր, հալում է ասես, ժպտում էր, բայց դու տխուր էիր, բայց ինքը ասում ո՞նց է իրա մոտ սա միշտ հաջողված է։ Բայց հասկացա որ ինքը ոչ ավերցի է, հաջող կլինի թե անհաջող ես դժպտամ, ես դորտնեմ դա այնքան զորավոր է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ծերներս, ես եկել եմ քեզ մի բան ասեմ, դու օրհնված մարդ ես։ Ասես ինչ ունեմ որ Մինա ինչ չունես, հետի ժամանակի հարց է ինչ չունես, նա ինչ չունես ու գոհացի Աստծուց, լավ եկեղեցի ունես, նվիրյալ հովիվներ ունեք, եկել եք այսօր վարձակալել են, ու գալիս ես Աստված այցելում է, քեզ մի վաղ կորած էիր, մի վաղ չգիտեմ որտե էիր, աքսորված էիր, բայց Տերը գտավ քեզ, թան գնահատի, պին բռնվի, ու շնորհակալ եղի, որ դու կյանք ունես ու Աստված ունես։ Այն ինչ որ դու ունես այսօր շատերը չունեն, գոհացի Աստծուց։ Շնորհակալ եղի, վայելի այդ քո քիչ ուրախությունը, որտեղ շուտով կշատացնի Աստված քո ամեն ինչը։ Ամեն։ Հալելույա, փառք Հիսուս Քրիստոսին։ Գնալով տաքացավ։ Հիմա որ միգրաֆոն կա, չէ։ Եկեք շարունակենք։ Մատթեոս ավետարան 12-րդ գլուխ։ Քեզ հետաքրքիր է հիմա որ ծառայում եմ։ 12-15-20 Նա Հիսուսի մասին է խոսում, նայեք ինչ ասում նրա բնավորությունը։ Նա ոչ կհակառակի, ոչ աղաղակի, ոչ հրապարակների մեջ մեկը նրա ձայնը կլսի, ջախջախված եղի գչի փշվի, հանգչող պատրույգը չի հանգցնի, միջև որ դատաստանի հաղթությունը հանե։ Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա վրա։ Վաու։ Գիտեք, այսօր խոսում եմ խոսալով խոնարհության մասին, խոսալով լավ ճանապարհի մասին, չենք կարող Հիսուսին մեր գլխավոր հեղինակությունը չբերենք։ Նայեք նրա բնավորությունը, ոչ հակառակության մեջ է։ Օրինակ մեկը ասում է ես Հիսուս հարմար չի քո ասած անեմ։ Տերը չի ասում, դե գնա ես հակառակվում եմ։ Ասում եմ երկու ամիս Տերը նորից ժպիտով գալիս ասում է, լսի, բայց իմ կամքը սա է։ Չէ, Տերչան հավես չկա, այ մարդու մեր ջուրի գործերն անենք։ Նորից գալիս է Հիսուսը, խորովածով, ձգով, բանով գալիս, աշակերտները թողին գնացին ցուկ բռնելու, ամբողջ գիշեր չբռնեցին, մեկ Հիսուս նորից եկավ ափի մոտ։ Երրորդ անգամ։ Տղեկ, ինչ կա։ Այսքան որ տանջվում եք։ Մեծ մի բան կա։ Ու չէ այմար բանը չկա, այսը կոմունալները մուծենք պրզնում այդ սա։ Այդ սաղ չարչարանքը տարվա, գնաց կոմունալի վրա։ Մեկ ես մա, բայց կիս առաջարկ ունեմ, եպես ինձ ծառայելու, այմար թող հանգիստ ապրենք էլի, բայց դու չգիտես որ հաջողությունը նրան ծառայելու մեջ է, օրհնությունն է նրան ծառայելու մեջ, ասում է նա հակառակող չի, բայց բացատրում ախր երիքա քեզ քո ձևերով տանջես, երիքա քեզ տանջվես, հետո շարունակում է, նա ոչ էլ աղաղակում է հատուկ։ Գիտեք որ Աստված բարձր խոսա, երգիրեկը կիսվի։ Ինքը եկան մեղմ է խոսում, չի աղաղակում։ Մենք ենք գորգրալով խոսում։ Ինքը չի աղաղակում։ Ոչ հրապարակների մեջ նրա ձայնը կլսեն։ Այսօր մեկը պերաշկի ալտում ինտերնետում 8 ձևի գցում է, որ պերաշկին ինչ համով էր ոսկե։ Արասմը սայտն աշեն, պերաշկու եղածն ինչ այդքան ռեգլամ ես անում։ Ջախջախված եղեգը չի փշրի եւ հանգչող պատրուկի չի հանգցնի։ Հալելույա ինչ բնավորություն ունի։ Ով ազում տիրոջ օրհնությունները շատ վերցնի։ Ես մեն գաղտնիք եմ ուզում կարդամ Առակաց 3:16։ Էսի չէի ծրագրի ասեի, բայց հիմա ես զգում եմ Աստծո հոգուց ասում եմ ձեզ։ Առակաց 3:16։ Նրա ձեռքին օրերի երկարություն կա։ Նրա ձախ ձեռքին հարստություն փառք։ Լսեք հիմա ուշադիր։ Դուք նկատել եք, որ մարդիկ կան աչլիկ են։ Աչն է ուժեղ, ֆուտբոլի մեջ, ամեն ինչի մեջ, մարդիկ կան ձախլիկ են։ Շատ հազվագիտ մարդկանց տեսակ կա աշխարհում, շատ քիչ, որը զորավոր
Ես ասեմ մի գաղտնիք մեր Աստված աչլիկ չի կամ ձախլիկ, նա 2-0-ով է զորավոր է։ Բայց ձախ ձեռքի մասին այնքան քիչ է գրած ասում, մի երկու տեղ կա ընդհանրապես կամ կարող է 3, բայց աչ ձեռքի մասին, աչս քո հետ, աչս բռնած գնա, տիրոջ աչը կբռներ, չեք ասացել եք։ Կարելի է մի րոպե հովիվ ջանքես։ Պատկերացրեք ես Հիսուսն եմ ու իմ աչ ձեռը բռնել այնք ու գնում ենք ավետարան քարոզելու։ Նայեք ինչա գրված, ես նորից ուզում ասեմ, լսեք, մի րոպե։ Օպին բռնի, շատ լավ է։ Նրա ձեռքին օրերի երկարություն կա, գալիս է հավիտենական կյանքից պատմելու, որ Տեր հավիտենական օրերի երկարություն կա, բայց ձախ ձեռքի մասին չի իմանում ինչա գրած։ Գիտեք ձախ ձեռքի մասին ինչա գրած։ Նրա ձախ ձեռքին հարստություն ու փառք կա։ Հալելույա։ Նայեք։ Մի րոպե, հիմա ես եմ ցույց տամ, ոնց է ձախ ձեռքը գործում։ Երբ որ դու աչքես բռնած գնում ես, քո տան հարցերից հարցով, քո աղջկա, քո տղու ձախ ձեռը դզում ես հարցերը, ապագան, քո աշխատանքի հարցերը, քո պաշտոնի բարձրացումը, քո օրհնությունները, քո մեքենայի մյուս հարցերը, երբ որ ասում այդ դա ասում ծառայելը։ Գնում ես օրերի երկարություն, հավիտենականությունից ես խոսում, Աստված սիրում է, բայց գալիս ես տուն գիտեմ, իրավիճակը չի փոխվել, դա ժամանակի խնդիր է, շարունակի Աստծո գործ անել։ Մեկ էլ տելում ես իր ձախ ձեռքը, վաու։ Տեր օրհնի հովիվ ջան։ Հալելույա։ Լավ բան ասի։ Բայց քեզ ոնց Աստծո աչքից բռնենք այդ մեկին ավետարան քարոզենք։ Այ մարդ թող մեր Սարարատի ռայոնում տնենք ինչա գլխներից քալի։ Էս ինչը լսի ռայոնը կապ չունի, շրջանը քաղաքը կապ չունի, գյուղը կապ չունի, կապ ունի թե ում ձեռից ես բռնե։ Ամեն։ Ում է ձեռը ոչ միայն բռնի, ոնց տեսա հովից ոնց բռնեց։ Պարանով կապի ձեռից, որ չփոխվի։ Ասա Տեր, քո գրած Աստված նույնը գլխում գրած է, Աստծուց պին բռնվողին Աստված երջանիկ կանի։ Հալելույա։ Այս ջուրը կարելի է չէ խմել։ Փառք Տիրոջը։ Գնանք առաջ, մի երկու տեղի կարդանք։ Սաղմոս 119։ Այսի ամենաերկար Սաղմոսն է։ Մի րոպե։ Սաղմոս 119 67 խոսք։ Դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա քո խոսքը պահում եմ։ Գիտեք ոնց են իմանում խոնարհությունը որն է, որ կարում ես Աստծո խոսքը պահես, դա խոնարհություն է։ Լսում եք ինչ եմ ասում։ Հպարտը չի կարում, Աստծո խոսքը չի հետաքրքրում իրան, բայց խոնարհված մարդը Աստծո խոսքը պահում է։ Գիտեք Աստծո խոսքը հպարտ մարդու համար դժվար է պահելը, բայց երբ որ թույլ ես տալի Աստծո ճանապարհը հարթում է սրտիդ մեջ, այդտեղից մեզ դժվար բան չկա։ Աստված ասել է աղոթի, ասում ես ինչ հավես աղոթելը։ Աստված ասում է տուր ինձ քո ժամանակը, տուր քո կյանքը։ Ինքան հավես է։ Այդ դες դու 10-ով տալ ինչ է որ կյանքս տվել եմ։ Լսել եք մարդը ասում է կյանքս տալիս եմ Հիսուսին, բայց խալից ոչ մեկ չտրոլի։ Այդ չեղավ կյանքը տվել ես։ Խալ ինչ ես տալիս քիղ, կյանքդ ո՞նց ես տվել։ Որ ցեխոտեն, կտաս լվալու ոչինչ։ Որ մաշվի, նորը կտան։ Կյանքս կտամ ասում, բայց տունս ավելորդ մարդիկ չեմ թողի։ Որ մաշեցրին։ Այ քեզ բան։ Սիրելիս մեկը մաշվում ենք, մենք էլ ենք մաշվում տաներն են։ Թող Աստծո համար մաշվենք, էլի։ Այո։ Եթե Աստծո համար ես մաշվում, Աստված նորը կորնորոքի ու երբեք չես ափսոսա։ Բայց երբ որ պահել ես, որ հարցը գա վայելի, հարցը գալի, ասես ինձ հետա մնաց ռեմոնտ էր։ Էս ինձ հետ ընկած բան, ուսը ծաղրելու է։ Բայց որ Աստծուն տաս, գիտեք այսօր քինես քարոզում էր Աստված տվեցին Աստծո ձեռքերի մեջ, ինչի տաս Աստծո ձեռքի մեջ կտրի օրհնվելու է։ Քո 500 դրամը տաս Աստված կպնի։ Որպես դու բեկան ես հավաքես, ծախսես չի օրհնում դες։ Բայց որ Աստծո ձեռների մեջ ես տալի, օրհնություն է սկսում։ Յեն ինչ չեք հիշում որ 5000 համար կտրեց ինչքան ավելացավ։ Ես որ Տերն է կտրում։ Երանի քեզ որ քո տան հարցերում Տերը կպնի, Տերը կտրի, Տերը խառնվի։ Դրա համար ավելի ինտեգրվի Աստծո մեջ, ավելի խոնարհեցրա քեզ, որ բնագավառը ամոթ կա, որ բնագավառը ամաչում ես, որ բնագավառը ասես ավելի հակառակ Աստծո խոսքի համաձայն արա։ Կտենաս դրա մեջ շնորհ կա։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք սիրելիներս, եթե սո սարեր կա քո առաջ, անլուծելի սարեր, բայց գիտեք Աստված ինչ բնավորություն ունի, սիրում է սարերը ճանապարհ շինել։ Դուք որ Երևանից գնում ես Սևան, սարերի միջով այդ ասում են չայնի, լսել եք։ Սարերի միջով է ճանապարհը սարքած։
Սարերը շատ անգամ խնդրեմ է, բայց երբ որ շինարարները ճիշտ տեսողություն ունեն, Աստված սարերը ճանապարհ է շինում։ Ես ուզում եմ բացենք Եսայի 49 Փառք Հիսուսին։ Եսայի 49:11 Եվ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան։ Վաու! Այն սարերը, որ Աստված թույլ է տվել քո առաջ կա, դա լացելու սարեր չի կամ դրանք ճանապարհ է ուզում սարքի։ Քո խնդիրները կարող վկայություն սարքի։ Եղբայր, որ վերջում եկել ես, նստած ես։ Անդ ո՞նց է։ Հովանես։ Ոյսի սիրո եղբայրներ են սաստը Հովանեսները։ Քո սարերը Աստված ճանապարհ է ուզում սարքի։ Քո սարերը ճանապարհ է սարքելու, որ դու վկայես, որ դու գնաս առաջ, ու հետո շարունակում է, բայց ոչ այն ճանապարհը, պողոտաներ բացնելու։ Իսկ լսեք պողոտան որը, հեչ լսեք հյուսիսային պողոտա։ Այո։ Գիտեք, ճանապարհը, որ արագընթաց գնաս, բայց որ պողոտա է դարձնում կողքերը խանութներ, սրճարաններ, տարբեր ազգեր, ուսումս հատակը գույնա, որ ասես, այդ տենց տերը ոմանց կյանքում ոչ միայն ճանապարհ, այլ ճանապարհը պողոտա է դարձնելու։ Հալելույա։ Չգիտեմ, ես ոգևորված եմ, ոմանք մեզ են նայում ինձ, որ այ բալական։ Այդ հույս կա։ Եկել եմ ասեմ հույս կա։ Ժպտա։ Եսայի 35 8-9 Եվ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու եւ նրա սուրբ ճանապարհը է ասվելու նրա վրա պիղծը պիտի չանցնի նրանից է ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորվի այնտեղ առուս չի լինի եւ գիշատից գազան չի գա նրա վրա եւ այնտեղ չի գնալու եւ փրկվածները ման կգան Նայեք ինչ ասում երբ որ դու դաս քո սրտի մեջ ճանապարհի պողոտայի հարցը լուծեմ այլ հարցակումներ չի լինելու քո վրա Պիղծը չի լինելու դիվային ճշտումները, բերքերը, իշխանություն չեն ունենալու, այլ տկարամիտը, հիվանդը գալիով բժշկություն գտնի, գալիով բժշկվի։ Ամեն։ Դու ճանապարհի process-ի մեջ ես։ Այն ինչ որ Աստված անցկացնում ամեն ընթացք իր նպատակն է ունեցել։ Ամեն ժամանակ իր նպատակը դու ճիշտ տեղում ես։ Հալելույա։ Ես նորից եմ այնտեղ պողոտա եւ ճանապարհ է լինելու, նրա սուրբ ճանապարհն է ասվելու, նրա վրա պիղծը պիտի չանցնի։ Գիտեք ինչ անում Աստված։ Այն սուր երկաթի կտորները հանում է ճանապարհից։ Այն սխալ արմատուրաները որ պապը դրել էր, ժառանգական հիմա դու ժառանգի հանում կցում կողմ։ Մի սավոտ է, որտեղ ի խորնա։ Գլխավոր մագիստրալից վարկա է արած։ Փրթմա։ Սախ, սեն պապենական անեսները քանդում, ասма տեղ պիղծը չի կարա մնա։ Բայց թե գիշատիչ գազանները չէ, տկարամիտը հիվանդը գգա ու կորտնվի։ Սուրբերը գգան կփառավորեն քո հետ։ Որտեվ Տերն է սկսել քո կյանքում։ Հալելույա։ Եկեք ձերքերս բարձրացնենք։ Ասա սիրելի հայր, ահա ես քոնն եմ։ Դու ես իմ սրտի մեջ։ Խորթուփորտ հարթեցնում։ Սարերը դաշտ ես սարքում։ Ձորերը լցնում ես։ Դժվարը հեշտ ես անում։ Ու քո ճանապարհն ու պողոտան ես կառուցում։ Ահա ես։ Թող լինի քո ցանկության պես։ Թող լինի քո կամքի պես։ Ես համաձայն եմ Տեր։ Շնորհակալություն։ Շարունակի Տեր։ Ես չեմ խանգարի քեզ։ Որ քո փառքը տեսնեմ իմ կյանքում։